Պարոն Փաշինյան, դուք ոչ միայն այսօր, այլ միշտ բարձրաձայնել եք, որ մամուլը ազատ է, քիչ առաջ նաև դրա մասին խոսեցիք, ազատ է այսօր այնպես, ինչպես երբևէ չի եղել, բայց պարոն Փաշինյան, հենց քաղաքացիական հայցերով, քրեական վարույթներով է իշխանությունը փորձում ճնշել մամուլին, եւ եթե իմ խմագրի հետ կապված դուք խոսեցիք, եւ եթե փորձագետները, որոնք մի տարի շարունակ այսպես փորձաքննել են այդ խմբագրականը եւ որևէ կարճելու տեղ չեն գտել եւ որոշել են դա քրեական վարույթը կարճել, ուրեմն դրա հիմքերը իսկապես չկան եւ եթե մենք վստահենք, որ եթե լիներ հիմքեր, կկարճեին փորձագետները անպայման դրանից եւ նախկինում դուք խմբագիր լրագրող եք աշխատել եւ ձեր որակումներում բավականին կոշտ եք եղել, անվադումներ եք տվել մարդկանց եւ դրա համար ձեզ կարծես թե հոդվածների համար չեն դատապարտել եւ արդյոք եթե հիմա աշխատեիք այս պայմաններում վստահաբար ձեզ կդատապարտեն հաջորդ հարցը պարոն Փաշինյան վերաբերվում է այն համաժողովին, որին դուք օրեր առաջ մասնակցել եք արցախցիների վերաբերյալ, այնտեղ դուք ասել եք, որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, որ ձեր ձեռնարկելիք անելիքների մասին եք խոսել, բայց այն գումարը, որը իշխանությունը տալիս է արցախցիներին, բավական չէ, դա մարզերում թեկուզ տուն գնելու, տնավորվելու համար, արցախցիներին կարող եք ասել, երբ նրանք տուն կունենան, եւ միշտ դուք եւ պաշտոնյաները միլիոններ պարգևվճարներ եք ստանում, նրանք չեն կարողանում անգամ տան վարձի հարցը լուծել։ Նաեւ խոսել եք արցախցիների նկատմամբ հոգատարությունների մասին, օրեր առաջ իրավապահները 5 երեխաների ներկայությամբ արցախցի զոհված արցախցի կնոջ են ձերբակալել։ Սա արդյոք հոգատարություն է Արցախցու նկատմամբ։ Գիտեք, որևէ Ես գիտեք տեղյակ չեմ ով ումա ձերբակալել, ես ընդհանրապես եթե կարծիք կա, որ ես բոլոր ձերբակալություններին տեղյակ եմ կամ այսինքն հիմա նույնիսկ մամուլում չեմ տեսել դա, բայց ես ուզում եմ ասել, ես բացառում եմ, որ առանց հիմքի որ մեկին ձերբակալեն, հասկանում եք, այդ ինչ մտածողություն է ընդհանրապես, այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, երեխան Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, բացարձակապես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ընդհանրապես տեղյակ չեմ։ Երկրորդը, ես վատ լուր ունեմ ձեր մասին։ Ես իմ լրագրողական գործունեության համար դատապարտվել եմ։ Դատավճիռը օրինական մտել է ուժի մեջ, առաջին ատյան, վերաքննի, չեմ հիշում վճռաբեկով անցել է, թե չի անցել։ Եվ էլի լրագրողներ դատապարտվել են։ Ինչ վերաբերվում է, այսինքն ես չգիտեմ, որևէ Ինչ վերաբերվում է քաղաքացիներին, հիմա եկեք պարզ նայենք, դուք գրում եք, որ ես իմ կաբինետում ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, եթե ես դրան կոշտ չարձագանք եմ, ասեն եզրակացնելու եք, որ նախ ինձ մի կողմ դնենք, չէ, այսինքն մյուս կողմում կինա, չէ, մյուս կողմում կինա, Նախ իրա պատվի եւ արժանապատվության հարցը կա։ Եթե դրան արձագանք չլինի, ասենք դուք չեք ասելու, Կաթողիկոսի մասին ես չեմ ասում, ես ապացուցում եմ։ Ձեր թերթն ա գրել։ Ձեր թերթն ա գրել ու չեմ հիշում, որ դատի են տվել։ Ձեր խմբագիրը մի հատ 25 կիլոմետրանոց հոդված ա գրել Կտրիչ Ներսիսյանի եւ իր ընտանիքի աղջկա կնոջ եւ այլնի մասին։ Կտրիչ Ներսիսյանը ինչի դատի չտվե։ Որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ մի բան դրա տակ կա։ Ես չեմ կարա դա հանդուրժեմ, ես էլի եմ ասում։ Ստեղ մենակ անձնական խնդիր չի։ Սա նաեւ պետության հարց է։ Ի վերջո նախ աշխատողի արժանապատվությունը, երկրորդն է պետության արժանապատվությունը։ Այսինքն դուք ում հետ եք շփոթել ինձ։ Ինձ թվում է դուք ինչ որ մեկի հետ ձեր շրջապատից, շատ մոտիկ շրջապատից, ես ասում եմ ձեզ անձամբ չեմ ասում, այլ ասում եմ նրանց, ովքեր այդպիսի բաներ ինչ որ մեկի հետ շփոթում եք, ձեր շատ մոտիկ անձնական շրջապատից։ Ես թույլ չեմ տա, որ նման բաներ տեղի ունենան։
Բայց ես այսօր լուրջ ծանուցում ստացա, որ դատարանը բավարարել արդեն էլ ճնշումը որն է։ Այսինքն հայցը բավարարված է, էլ ինչ ճնշում։ Եվ համաժողովը հարգելիս տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Մենակ 3 րոպե, 4 րոպե, 5 րոպե է ընդհատվել, մինչև իմ ելույթից անցում է կատարվել, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ տեղում տրվել են։ Շուրջ 9 հարցը ժամանակը մեր ժամը սպառվել է։ Ինչի մասին որ